Փետրվարի 10-ին ժամը 13:30-ին իրացնելով օպերատիվ տվյալները, Պարոնյան փողոցից խարդախության կասկածանքով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց 1959 թվականին ծնված Պողոս Խաչատրյանը։ Դեռևս հունվար ամսից օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Ոմն Պողոս քաղաքացիներից վստահությունը չարաշահելու միջոցով գումարներ է վերցնում նրանց որդիների զինծառայության հարցերը իբր կարգավորելու համար։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Պողոսը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղ պարզվել է, որ Պողոսը հանդիսանում է Պողոս Խաչատրյանը։ Պողոս Խաչատրյանը տեսախցիկի առջև անկաշկանդ էր, չէր հերքում, որ քաղաքացուց վերցրել է $500, բայց դա իրավաբանական ծառայությունների վճար էր համարում։ Ես իր հետ ունեմ լիազորագիր, իրեն ասենք իրավաբանական աջակցություն ցուցաբերել նպատակով։ Բարեգործական իմս կազմակերպությունը Հարցին, որ հասցեում է գրանցված նրա այսպես ասած բարեգործական գրասենյակը, պատասխանում է, թե ֆինանսական դժվարություններից պայմանավորված կոնկրետ հասցե չունի, իր ծառայություններից օգտվողների հետ էլ փողոցում է հանդիպում։ Այս մի տուժողի հետ օրինակ տեսնվում էր Հանրապետության հրապարակում շատրվանների մոտ։ Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հանդիպեցինք նաև տուժողին։ Ինքը ներկայացել է, որ ունի օֆիս, կազմակերպություն, որ զբաղվում է նախկին զինվորականներին օգնելու, վերականգնելու աշխատանքի եւ թոշակավորվելու հարցում։ Մի օր էլ խոսակցության մեջ Պողոս Խաչատրյանը տեղեկանում է, որ դեկտեմբերի 4-ին նրա որդուն զորակոչում են բանակ եւ առաջարկում էր իր օգնությունը։ Ինձ առաջարկեց, որ ես կարող եմ օգնել, որ քո տղան Երևանում ծառայի, բայց դու պետք է ինձ գումար տաս։ $500 ուզել, տվել եմ։ Դեկտեմբերի 4-ին քաղաքացու որդին զորակոչվել է բանակ, հասկանալով, որ Պողոս Խաչատրյանը խաբել է, նա $500 հետ է պահանջել, բայց ապարդյուն։ Ոչ մի բան չի արել, խաբել է, սուտ ասելով, չարաշահել է, մի խոսքով վստահությունս։ Ոստիկանությունում հիմնավոր կասկածներ կան, որ կան Պողոս Խաչատրյանի իրավաբանական խորհուրդներից այլ տուժածներ ևս, որոնք կարող են դիմել ոստիկանության կենտրոնականի կամ մոտակա բաժին։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի փետրվարի 12-ից 13 ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրված քողության 13 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման 1 եւ խարդախության 6 դեպքերը բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ յուրացման մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Փետրվարի 7-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Գողթ գյուղի բնակիչներից մեկը թմրամիջոց ու ապօրինի հրազեն է պահում։ Համապատասխան միջոցառումներով տեղեկությունն արագ եւ արդյունավետ իրացվեց։ Արդյունքում բաժանմունք բերման ենթարկվեց 54-ամյա Գարեգին Գինոսյանը, որի տնից ու տանեկից օժանդակ շինություններից խուզարկությամբ հայտնաբերվեց 37.4 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, 29 գրամ կանեփի սերմ, գործարանային համարը ջնջված մակարով տեսակի ատրճանակ, 2 փամփշտակալով եւ 15 փամփուշտներով։ Ատրճանակի վերաբերյալ Գինոսյանն ասաց. Զենքը Ղարաբաղից են բերել, մեր հրամանատարն է տվել, դուսը պահած էր, փչանում էր, վերեց յուղեցի, որ տանեի պահելի։ Իսկ կանեփի սերմերի ու կանեփանման զանգվածի վերաբերյալ բացատրեց. Դրանից սովորեց ծխանամ։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։